գրկեմ, դոշից տնեմ, որ կարոտում եմ, էլի այդ է, թեկուզ կողքս, բայց կարոտում եմ։ Չի հագենում Մարիամը զույգ փոքրիկներին գրկելուց։ Արցախցի զույգը 13 տարի երազել է փոքրիկի մասին, երբեք չկորցնելով հույսը, որ մի օր իրենց տանն էլ երեխայի ճիչ կլսվի։ Երազիս մեջ մի հովիվ էր ու վճխարի հոտ էր տանում։ Ինչ որ կամուրջ էր, ես պիտի այդ կամուրջը անցնեի, ու այդ կամուրջը անցա, ու այդ հովիվը հյուսած պարանը կա, հյուսած պարանով ինձ մի հատ գարսենց ոտերից դեմը դրեց, ու մինչև մի վայրկյանը մեկն էլ դրեց, ասում ես երկուսը քեզ, ու ես սենց վերցնում եմ, ասում երկու գառ ինձ եք տալիս այս հոտից, ասում հա, ու ես գնում եմ տեղադրման, ու երկու գառ ինձ տվել Աստված։ Աստված մեկի փոխարեն երկուսն է նվիրել։ Սուրբ Հովհաննեսում խոսք էի տվել, որ աղջիկ ունենամ, սառա կդնեմ, բայց չիմացա, որ երկու աղջիկ ունենամ, իսկ Լուսեն էլ ամուսնուս հետ որոշեցինք, որպես լույս։ Հունվարի 14-ին են ծնվել Սառան ու Լուսեն։ 28 օր Շենգավիթ բժշկական կենտրոնում բժիշկները հսկել են մորն ու երեխաներին։ Բարդություններն արդեն անցյալում են։ Ծնվել են զույգ աղջիկներ 33-34 շաբաթական հղիությունից շտապ կեսարյան հատման ճանապարհով ծնվելուց անմիջապես հետո դիտվել են շնչառական խանգարումներ, անմիջապես տեղափոխվել են նորածիների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք։ Մաման արդեն լրիվ տիրապետում է բարիկների խնամքին, բալիկների կերակրումներին։ Հոր դեմքից ժպիտը չի անհետանում։ Արդեն զգում է ծնող դառնալու քաղցրությունը։ Զգում ես, որ արդեն հայր ես։ Պապա է դառել։ Սառան ինձանման, Լուսեն մամային։ Հույսը չի կորցնում արցախցի ընտանիքը, Սառան ու Լուսեն անպայման կտեսնեն Արցախը։ Չեն կորցնում, հույսները չեն կորցնում, կգնանք մենք Արցախ, կգնանք, անպայման կգնանք։ Մեկ այդ հույսով ենք ապրում։ Սառանը Լուսեն կտեսնեն, մեր բալիկները կտեսնեն։ Արդեն ծնվել են։ Արդեն ծնվել է։ Մենք իրան գալսեն փուչիկներ ու ճաղեկներ տան։ Էսի Լուսենա, էսի Սառանա։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։